Քրիստոս Արիայի մերելոց։ Հարության տոնին հաջորդող Կիրակին է։ Կրկնազատկին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու մարդիկ Սուրբ Պատարագի ընթացքում հնարավորություն են ունենում հաղորդակցվել Շուրիշկանի հրաշագործ ավետարանից բխող զորությանը։ Շատերն են սպասում այսօրվան, երբ Սուրբ Գիրքը դուրս է բերվելու մատենադարանից։ Արագածոտնի թեմում այս ավանդույթը ավելի քան 25 տարի առաջ է ձևավորվել։ Թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորները ավանդույթը անխախտ են պահում։ Մուղնի ուխտի եկածները խանդավառությամբ ընդառաջ են գնում սրբությանը։ Շուրիշկանի ավետարանը հայտնի է նաև Պապ Կարմիր Սուրբ Արսեղ Կեսարացի անուններով։ Այն գրվել է 1498 թվականի Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն Թուրուանդ իշխանն է եղել, գրիչը Բարսեղ քահանան։ Հայերի 1603-ից 1604 թվականների բռնագաղթի ժամանակ ավետարանը տեղափոխվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ։ Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով ավետարանը թաղել են հողի մեջ։ Որոշ ժամանակ անց գետնափոր Թաքստոցից աղբյուր է բխել լճակ գոյացնելով։ Սուրբ Գիրքը սակայն անվնաս է մնացել։ 3.5 դար անց 1973 թվականին հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանը ավետարանը նվիրաբերել է մատենադարանին։ Ծառուկյան տոհմի Հայաստանում ու արտերկրում ապրող մեծ ու փոքր անդամները մասնակցում էին կրկնազատկի պատարագին։ Այսօրը հանդիպում են շուրիշկանցիները, պատմում են հրաշագործ Սուրբ Գրքի մասին իրենց տեսած, լսած վկայությունները։ Ծնվել եւ եկել ենք Պարսկաստանից, Թեհրանից, շուրիշկանցի ենք, Մաթեոս Ծառուկյանի թոռն ու ծոռն ենք, ես մեծ թոռն եմ, ինքը մեծ ծոռը։ Ես ճիշտ այմի եկել եմ Գերմանիայից, բայց ամեն տարի այսօրը հնարավորինս աշխատում ենք ստեղել ենք։ Ավետարանը իր գրման թվականից 1498 թվականից մինչև 1658 թվականը պատկանելիս է եղել Տեր Գրիգորի ընտանիքին։ 1744 թվականին մի շարք վարդապետների և 24 այլ վկաների վկայությամբ հաստատմամբ տեղեկություն ենք ստանում, որ այդ ժամանակվա տերերը, Տեր Մարտիրոսը, Մատթեոսը, Գերումը Ծատուրը և Դավիթը ավետարանը 8 բաժնից 7 40 թումանով վաճառում են Իսախանին, իմ նախապապին։ Ես հիշում եմ, որ մեր ավետարանի հրաշափառությունները մենք տեսել ենք։ Կար մի գյուղ, Նամագերտ գյուղ, եղել էր մի ժամանակ երիտասարդները հիվանդանում էին, ստեղի հիվանդություն կար կորոնա հիվանդություն կար մի քանի տարի առաջ։ Նույն ձևի հիվանդություն եղել էր Նամագերտ գյուղում։ Ես փոքր էի այն վաղտը, հիշում եմ։ Ինչքան բժիշկ բերեցին, ինչքան դեղուդիր արեցին գյուղական, բժշկական, երեխեքի մահը չկանգնեցեց, շարունակվում էր։ Եկան գյուղի ժողովուրդը հավաքվեցին, որոշեցին Շուրիշկանի Սուրբ ավետարանը տանեն Նամագերտ գյուղի շուրջով թափուրանեն, միգուցե այդ մահը կանգնի։ Մեր հավատքը սկսել է 2000 տարի ի վեր։ Մեր պարսկահայերը, երբ Շահաբաս մեծն գաղթացրել է Պարսկաստան, իրանց հետ ոչ թե ոսկի ու արծաթ են տարի, ոչ թե բան են տարի, այս Սուրբ գրքերը, հատկապես Շուրիշկանանց ավետարանը, որ տարել են Շուրիշկան գյուղը առաջ եկեղեցի չի եղի, տներում է եղի, Իսաղուլյանց տներում է եղի, տարբեր տեղերից, Կալկաթայից, Բաղդադից, Բասրայից եկել են, ծնգի են եկի և բուժվել են պես հիվանդություններ։ Շուրիշկանի հրաշագործ ավետարանից բխող զորությանը հաղորդակցվելու համար սիրված սրբավայր Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի են եկել հեռու ու մոտ բնակավայրերից ուխտավորներ։ Տեր Հակոբ Աբեղասահակյանը վիրահայոց թեմից է։ Սա մեր առաջի անգամ է, չէ՞ որ այցելում ենք Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի եւ իրենք միշտ գալիս են, համբուրում են ավետարանը, ավելի զորացված, ավելի բժշկված, որովհետեւ մենք նաեւ մեջները ունենք հիվանդներ, որոնք որ լիակատար բուժվել ու հետ են վերադարձել նորից
Ախցխա։ Եկել եմ Ախցխայի շրջանից, Ղալթվիլագյուղից, իմ անուն ազգանունն է Կոկորյան Հրիփսիմե Վենեդիկի։ 3 տարի առաջ ինձ հետ պատահել է մեծ թավ, այսինքն ինձ մոտ ախտորոշել են քաղցկեղ 3-րդ աստիճանի արդեն։ Ուրց կունեի վզիս վրա։ Գիշերը հանկարծ ինձ ինչ որ աստվածային հուշումով ասեցին, որ բաց կարդա Facebook-ը։ Facebook-ը բացի կարդացի գրած է Շորիշկանի ավետարանը, ամսի 7-ին տարվում է Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Ես ոչ Մուղնի դիղը գիտեի, ոչ էլ Սուրբ Գևորգ եկեղեցի։ Ու խնդրեցի մեր հայրին, Հայր Հակոբին, որ սենց բանա պատահել, ու մենք իրար հետ որոշեցինք եւ 21 հոգով բռնեցինք մեքենա ու եկանք ես համբերեցի ավետարանը լացի ուղղակի խնդրեցի որ ինձ բուժում տա ես արդեն 3-րդ տարին է ոչ մի բան չկա ստուգվել եմ բացարձակապես ուռուցքը կորել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում պատարակ մատուցեց Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Նա հնչեցրեց Քրիստոսի հարության ավետիսը, խոսեց հավատի զորության մասին։ Քրիստոս արյավ իներելոս, Քրիստոս արյավ իներելոս, Այս կիրակին կգնասատիկը գալիս է մեզ հիշեցնելու հարության ուրախ ավետիսի և մեր կյանքը փոխելու, վերաիմաստավորելու մասին։ Նոր բանը ինքնին հուշում է, որ սա մի այլ բան է։ Մենք ամենքս ուզում ենք մեր կյանքի ընթացքը փոխել, սենեջերը թերթել և նորը սկսել։ Ամեն մեկս մեր կյանքում ինչ-որ մի պահ կամ պահերի ուխտում ենք նոր կյանք սկսել։ Առանց մեղքի, առանց այլևայնությունների, բայց անսահման հավատարմության Տիրոջ Այստեղ սպասավորող քահանաները մարդկանց հոգևոր ապրումների վկան են։ Մեծ բազմություն է գալիս Սուրբ Գևորգ։ Ներկաների մեծ մասը հավատով ակնածանքով հաղորդություն է ստանում։ Ես այսպես կնկարագրեի, աղբյուր, որտեղից զորությունն է ելնում աստվածային, և իրապես այդպես է, և սրա համար է, որ մեր ժողովուրդը մեծ սիրով է լցված, ոչ թե նյութեղեն գրքի նկատմամբ, այլ այն հավատի և զորության, որ այդ գրքի միջից Աստված ինքն է խոսում, և այդ խոսքի նկատմամբ մեծ հավատ ունեն և վստահություն ունեն և հենված են այդ խոսքի վրա, որովհետև իրապես դա այն առագաստարնավն է, որ երբևէ որևէ մի ալեկոծության ժամանակ չի ընկրկում և չի երերում։ Եվ այդ առագաստան նավի նավապետը մեր Տեր Հիսուս Քրիստոս է։